Առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է, փետրվարին կազմելով 4.3%։ Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է, կազմելով 4.7%։ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ ԱՄՆ-ի տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման, աշխատաշուկայի պայմանների թուլացման և նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ այն մնում է անորոշության հիմնական աղբյուրներից մեկը։ Միջնաժամկետում կիրառվող մաքսատուրքերի հետագա հավաքագրման սահմանափակ հնարավորությունների հետ կապված ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը ավելացել է։ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի և պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են։ Զուգահեռաբար աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են։ Նավթի համաշխարհային գները Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պայմաններում կտրուկ աճ են արձանագրում, իսկ դրանց հեռանկարի շուրջ անորոշությունը էապես աճել է։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը։ 25 թվականի 4-րդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է, բարձր տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների, ինչպես նաև մշակող արդյունաբերության ճյուղերը։ Պահանջարկի ընթացիկ պայմանների և դրա հետագա միտումների վերաբերյալ անորոշությունն էապես ավելացել է, պայմանավորված հատկապես տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերի ավելացմամբ։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաև առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ Կենտրոնական բանկն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է A տիպի սցենարներ, կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B տիպի սցենարներ, կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում, հավասարակշռելով վերենշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների ապահովման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Գալստյան, մերձավոր Արևելքի հետ կապված, իրավիճակի սրման հետ կապված, ըստ ձեզ ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության
տնտեսության եւ ֆինանսական շուկայի վրա, արդյոք նավթի գների, լոգիստիկ ծախսերի, ռիսկի աշխարհաքաղաքական հավելավճարի աճը կարող է ուժեղացնել գնաճային ճնշումը, բարձրացնել փոխհարուցումների արժեքը, վատթարացնել կապիտալի շուկայի պայմանները, որքանով է շուկան պատրաստ երկարատև արտաքին շոկերի եւ արդյոք ԿԲ-ն ունի արտաքին ռիսկերի շեմ, որից հետո առաջնահերթությունը կտեղափոխվի գնային եւ ֆինանսական կայունության պաշտպանության կողմը։ Եվ ձեր թրթության երկրորդ հարցը գնաճի վերաբերյալ աճում է գնաճը Հայաստանում դինամիկան ցույց է տալիս, որքանով է գների ներկայիս աճը ԿԲ-ի գնահատմամբ հանդիսանում կայուն միտում, այլ ոչ թե ժամանակավոր շեղում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ սկսեմ տարածաշրջանում տիրող լարվածությունից, դուք տեսնում եք մեր սլայդի վրա, մենք փորձել ենք գնահատել, թե մերձավոր արևելքի հակամարտության սրման արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, ու մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-ից 1.7%, ու դուք տեսնում եք ենթակոմպոնենտները, դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլ ընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Ինչ վերաբերվում է վերջին իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա այդտեղ մի քանի ուղի կա, որոնք մենք մեր այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք։ Ուղիներից առաջինը ու թերևս երևի թե կարևորներից մեկը դա կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության եւ ընդհանուր օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական աճի եւ ընդհանուր տնտեսական զարգացումների վրա։ Մեր գնահատմամբ հակամարտությունը, որը որ կա միջին արևելքում այս պայդրությամբ, ինքը ավելացնում է ստագֆլյացիոն ռիսկերը, այսինքն մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի եւ տնտեսական զարգացումների վրա։ Ուստի մեր քննարկումների ընթացքում մենք այդ կոմպոնենտին բավականին մեծ կշիռ ենք տվել քննարկման ընթացքում, այդ B տիպի սցենարների մատերիալիզացիայի մի ուղի է, բայց կարևոր ուղի։ Երկրորդը, ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությունում հնարավոր ազդեցություններին, եթե օրինակ արտաքին պահանջարկը նվազեց, այդ արտաքին պահանջարկը բնականաբար ազդելու է նաև մեր տնտեսության արդյունքների վրա, ու դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, նաև մենք խոսել ենք, որ կարող են լինել հոգեբանական խնդիրներ, օրինակ մարդիկ, ովքեր որ տրամադրվել էին, որ այս տարի պիտի այցելեին Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով, կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց։ Երկրորդ խնդիրները, որը մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից միջին արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է եւ այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներ։ Գիտեք, որ այնտեղ Միացյալ Արաբական Էմիրությունները վերջին ժամանակաշրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղ արտահանվում էին Հայաստան բերվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների մի մեծ խմբականակ, ուստի մենք կարծում ենք, որ այդտեղ որոշակի ռիսկեր կան կուտակված։ Երրորդը դա ձեր կողմից մատնանշված նավթի գների հետ կապված զարգացումներն են, նավթի գները ունեն ուղղակի ազդեցություն գնաճի վրա, բայց նաև կան երկրորդական էֆեկտներ, որովհետև նավթը կամ էներգակիրները իրանք որոշակի պրոպորցիաներով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը կարող է թանկացնել մեր ապրանքները արդեն առաջարկի տեսանկյունից։ Ու այս բոլոր կոմպոնենտները համադրելով մենք կարծում ենք, որ կան որոշակի ռիսկեր, որ մեզ կարող են տանել ավելի ցածր գնաճային ուղղությամբ, որը պայմանավորված կլինի հենց ցածր պահանջարկով, եւ կան նաեւ գնաճային ռիսկեր, այդ հլմոր մենակ արտաքին շուկաների մասին եմ ասում, որոնք կարող են մեզ ապահովել գնաճի ավելի բարձր տրայեկտորիա։ Մենք այս պահին դեռ դիտարկում չունենք, այսինքն երբ որ
պատերազմական գործողությունները Իրանում սկսվեցին, դա եթե չեմ սխալվում, փետրվարի 28-ն էր։ Դա արդեն մարտի գնաճի մեջ պիտի երևա, մենք մարտի գնաճի թիվը դեռևս չունենք։ Այսինքն մենք ունենք փետրվարի գնաճի թիվը, որը չի արտացոլում այն զարգացումները, որը Իրանում տեղի են ունենում։ Եվ երկրորդ հարցը մի հատ որ խնդրեմ։ Հա, մենք ըստ էության գնաճի մեջ կան կոմպոնենտներ, որոնք պայմանավորված են պահանջարկի գործոններով եւ գնաճի մեջ կան կոմպոնենտներ, որոնք պայմանավորված են առաջարկի գործոններով։ Այդտեղ զգալի գործոններ կան, որոնք հիմնականում առաջարկով են պայմանավորված, օրինակ, չգիտեմ, մսի թանկացում, որը ըստ էության պիտի լինի միանգամյա, որպես կանոն այդ տիպի թանկացումները հենց միանգամյա են լինում, բայց նաեւ կա որոշակի, օրինակ, առողջապահական ծառայությունների թանկացում եւ այլ բաներ, կոմպոնենտներ, որոնք իրանց մեջ որոշակի պահանջարկի էլեմենտներ ունեն։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, կարելի է ենթադրել, որ